Գանտապանում հյուրընկալել եմ միտք հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին։ Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ճիշտ է, մեզ մոտ պաշտոնական քարոզարշավն է մեկնարկել եւ գայթակղությունը մեծ է այդ թեմայով ձեզ հարցեր տալ, բայց ես ուզում եմ ամեն դեպքում սկսենք մի փոքր այլ հարցերից, մասնավորապես նկատի ունեմ, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ-ում քննարկելու են Հայաստանի կարգավիճակի հարցը ու առհասարակ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո շատ հաճախակի հայտարարություններ ենք լսում, որոնք եւ սպառնալիքներ են պարունակում եւ հիշեցումներ են պարունակում, կարող եմ մեջբերում անել օրինակ ամենավերջին հայտարարություններից Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն ասել է Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, ունենք Գալուզինից հայտարարություն, ասում է Մոսկվան հույս ունի, որ հայ հասարակությունը կկանխի, որ որևէ մեկն իր երկիրը Ռուսաստանի հետ բախման մեջ ներքաշի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին, հասկանալի է, որ թվարկածս բոլոր իրադարձությունները շատ ուղիղ կապված են նաև այդ նախընտրական շրջանի եւ իրավիճակի հետ։ Հիմա կխնդրեմ ձեր դիտարկումները, հասկանալի է, որ իրենք փորձելու են աշխատել հայ ընտրողի, հայ հասարակության հետ, վերլուծեք, արդյոք ազդեցիկ են, կունեն ազդեցություն տրամադրությունների փոփոխության, արդյունքների հետ կապված։ Դե սա կարող ենք համարել հայ հասարակության դեմ հիբրիդ պատերազմի լավագույն օրինակ, եւ իդեպ եկեք բարձ խոսենք ինչ է պատահել, որ ընդհանրապես սկսել են այդպես մեզ սպառնալ։ Հայաստանը որևէ պաշտոնական դիմում չի ներկայացրել Եվրամիության անդամակցության վերաբերյալ։ Հայաստանի վարչապետը պարբերաբար նշում է, որ հարգում է Ռուսաստանին, մեր դաշնակիցն են, մենք դեռ չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ անդամ է, սառեցված թե ոչ դա կարևոր չի, բազաները չի պատրաստվում հանի, այսինքն ուզում եմ հասկանալ ինչն է պատճառը, որ Ռուսաստանը սկսել է այդպիսի հարձակում Հայաստանի նկատմամբ։ Իսկ պատճառներից գլխավորը Ռուսաստանի անհաջողություններն են այլ տարածաշրջաններում, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մալիից մինչև Ուկրաինա, եւ հիմա փորձում են միայն մեր հանդեպ չի Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հայաստան, այսպես որտեղ կարողանում են, ուզում են դեռ ցույց տալ, որ մենք իմպերիա ենք, մենք կայսրություն ենք, ձեզ կոչնչացնենք, այսինքն Ռուսաստանը եկեք մի հատ գլոբալ նայենք, այսօր դարձել է վաղ սերմանող պետություն։ Ռուսաստանի հետ հաշվի են նստում միայն այն բանը, որ իրենք կարող են ոչ մեկին ոչնչացնել կամ միջուկային ինչ-որ զորավարժություններ անել այդ երկիրը եւ այդ երկրի ղեկավարությունը։ Շատ հաճախ ասում են հակառուս արևմտամետ։ Ես շատ ռուսամետ եմ, ես շատ եմ դրա մասին խոսել ռուս ժողովրդի տեսանկյունից։ Ես ուզում հասկանալ Ռուսաստանի ոչնչացմամբ այսօր զբաղվում է Կրեմլի ղեկավարությունը։ Հայաստանի մասին են մտածում մենք կոչնչանանք թե ոչ, բայց այո Պուտինի քաղաքականությունը բերել է նրան, որ այսօր ռուս ժողովուրդը իր երկրից հեռանում է, որ մոբիլիզացիա չեն ցանկանում համընդհանուր հայտարարել, չնայած ասում են, որ սա նոր հայրենական մեծ պատերազմ է, սա բերում է նրան, որ միլիոնից ավել կորուստ կա արդեն եւ դա վերարտադրության ունակ, այսպես պարզ ասենք դեմոգրաֆիայի առումով տղամարդկանց շրջանում, տնտեսությունը այլևս ըստ էության կոլապսի մեջ է, դրա մասին նույնիսկ իրենց փոխվարչապետը խոսեց, իրենց խնդիրները թողած զբաղված են աշխարհում էլի մահակը կիրառելով եւ այո հայ հասարակության հիմա տերորի են ենթարկում են պայմաններ որ կրկնեմ չնայած Հայաստանում որոշ շրջանակներ նշում են որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն բայց պաշտոնական այդպիսի հայտարարություն չկա առավելևս վարչապետի շուրթերով Հայ հիմա մեր հանրությունը ինչպես խոսենք մեր հանրության հետ որպեսզի չազդեն այդ հայտարարությունները որոնք արվում են նպատակային Այսինքն իրենք իրենց նպատակին չհասնեն Տեսեք, այնպես չի որ վտանգներ չկա Այ վտանգներից ներկայացրեք, ինչ կա եւ ինչն է չափազանցված Ես չափազանց հեռու եմ այն շրջանակների տեսակետից, որ մենք վաղը կխլենք երկաթուղին, հաջորդ օրը կգնանք Եվրամիություն, դա դրենք մի կողմ։ Հայաստանը ունի լուրջ կախվածություն Ռուսաստանից։ Սկսած այո, տնտեսական երկաթուղու հարցից, վերին դարսի հարցից, արդեն մենք տեսնում ենք տնտեսվարողների հանդեպ ինչ սահմանափակումներ եւ գնալով ուժեղանալու է կապ չունի հունիսի 7-ը կանցնի, ինչպես կանցնի, դա լինելու է
Հաջորդը Իրանում այս պատերազմը մեծ վտանգներ է պարունակում նաև հայ-իրանական սահմանի հետ կապված հետագա էսկալացիայի դեպքում ինչ խնդիրներ կարող են լինել։ Եթե էսկալացիա չլինի կաղապարվի ռեժիմը, ինչ խնդիրներ կարող են լինել Հայաստան-Արևմուտք մերձեցման դեպքում Իրանի հետ։ Այսպես մենք լայն խնդիրների շրջանակ ունենք։ Ռազմաբազայի այստեղ ներկայությունը, Ռուսաստանը բացի տնտեսական լծակներից ներսում ունի լայն գործակալական ցանց, կկիրառի արցախցիներին եւ տեղի հայ բնակչությանը բախելու քաղաքականություն, այնքան իրենք լծակներ ունեն, ես բացարձակապես հեռու եմ այդ մտքից, որ ասենք դե հիմա խոսում են, ուշադրություն չդարձնենք։ Եվ դա եւ Հայաստանի նախկին իշխանությունների սխալն է եղել եւ ներկա իշխանությունների, որոնք չնայած հորդորներին շարունակում էին խորացնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այս Եվրամիության ճանապարհը այդպես էլ չենք հասկանում, ուր է տանում։ Ես օրինակ լսում էի Մոլդովայի ղեկավարին, պարզ ասում է, Տիկին Մայասանդուն ինչ են ուզում, ինչ նպատակ ունեն, ուր են գնում։ Մենք մեկ գնում ենք, մեկ չենք գնում, հիմա լսում ենք, որ մենք եվրոպական շուկաների ուղղությամբ էլ պիտի աշխատենք, ինչ ենք արել ընդհանրապես, փակ է, այդ թեման փակ է եւ դրա մասին ես բազմիցս խոսել եմ, որ այդ շրջանակները, որ տեղյակ են այդ ամենից, պիտի հայ հասարակությանը, փորձագիտական շրջանակներին նաեւ տեղեկացնեն, թե ինչ իրավիճակ է Հայաստան Եվրամիություն հարաբերությամբ։ Ուղղակի եկանք նկարվեցինք եւ վերջ, թե ինչ որ մի բան կա, հիմք կա։ Հռչակագրերը այդ իմաստով ճիշտ է շեղվում ենք, բայց ամեն դեպքում Գիտեք, հռչակագիր մենք շատ ունենք, նույն Ռուսաստանի հետ ունենք Ռոսատոմի հետ հռչակագիր, որ ատոմական պիտի կառուցվի, շահագործվի, ունենք Վենսի հետ, ԱՄՆ-ի հետ մոդուլային հռչակագիր ունենք, Չինաստանի հետ ստրատեգիական համագործակցություն ունենք ԱՄՆ-ի հետ, որը փող չի լրացնում, այսինքն թղթերը դնենք մի կողմ։ Ունենք ուրեմն օգոստոսի 8-ի համաձայնագիր, հիմա չգիտենք ինչ փուլում է, երբ կիրականացվի, փոխվում է աշխարհը, չեմ ասում սա միայն Հայաստանի իշխանությունների սխալն է։ Դրա համար հիմնական վերլուծությունը հենց միջազգային իրավիճակի ազդեցությունն է Հայաստանի վրա։ Ինչ եղավ երկաթուղու խնդիրը։ Ասում էին մենք կլուծենք երրորդ երկիր, Ռուսաստանն ասում է չեք կարող լուծել։ Ինչ ենք անելու։ Կան երկրներ, որ ըստ Հայաստանի իշխանությունների համաձայն չեն, որ միջանցք անցնի Հայաստանով, եթե Ռուսաստանն է վերահսկում, որ երկրներն են, ինչու են այդպիսի պահանջ դնում։ Վրաստանի վարչապետը խանդոտ հայտարարություններ է անում, որ Եվրամիությունը ուզում է Հայաստանին եւ Վրաստանին բախի, մեզ էլ հանեն միջանցքից, բայց ամենակարճ ճանապարհը Վրաստանով է։ Այսինքն ամբողջը խնդիր է։ Թուրքիան էլ կոսմետիկ ինչ որ քայլեր է անում, որպեսզի արևմուտքին ցույց տա, թե ես կարգավորում եմ հարաբերությունները, բայց գլխավորը չի անում։ Մեզ հիմա հայ-թուրքական սահմանի բացումը այս իրավիճակում, երբ Ռուսաստանը մեզ սպառնում է, եթե հուսամ իրար հետ չեն պայմանավորվել այս խաղը, մեծապես կօգներ, ինչի չի արվում։ Արդյոք այդ հեքիաթը իրական է, իմ կարծիքով դա հեքիաթ է, որ Հայաստանում ընտրություններից հետո, հանրաքվեից հետո վերջ խաղաղություն կլինի, սահմանները կբացվի։ Պայմանագիրը կստորագրվի։ Այո, ես կարող եմ ձեզ հետ հանդիպել ընտրություններից թեկուզ 6 ամիս անց եւ իմ տեսակետը ապացուցվի, ցավոք, որ Թուրքիան սահմանը չի բացել, Ադրբեջանը չի ստորագրել խաղաղությունը, եթե ԱՄՆ կողմից ինչ-որ ռեալ ճնշում Թուրքիայի նկատմամբ չլինի, բայց մոտակա ամիսներին ԱՄՆ-ում ինչ իրավիճակ կլինի, դա էլ որը մեկը չի։ Իսկ ինչու պատրաստ չեն ոչ պայմանագրի ստորագրմանը, ոչ էլ սահմանների բացմանը։ Հեռահար նպատակը ո՞րն է, որ այդ դուռը չեն փակում։ Հեռահար նպատակը Ալիևային շարունակվող հայ ապակայունացնող հայտարարություններն են, չսկսենք այդ իրենց արևմտյան Ադրբեջանից մինչև, չգիտեմ, ռևանշիստների մասին։ Հիմա օրինակ ես արցախցիների տեսագրություններ, չգիտեմ, իրական է, իրական չի, հատուկ է արված, հատուկ չի արված։ Որը նկատի ունեք Փաշինյանի սպառնում են, այո։ Հիմա կարող է Ալիևն ասի, ճիշտ է, Փաշինյանը ընտրվեց, ինքը շատ լավն է, բայց այնտեղ ռևանշիստներ կան, չեմ ստորագրում։ Այսինքն Ալիևը չպիտի թելադրի մեր օրակարգը ներկայական Հայաստանի ղեկավարությունը թե ընտրվում է եւ ասում է ես գնում եմ խաղաղության, հանկարծ չստացվի այնպես ասեն դուք շատ լավն եք, բայց այն ընդդիմության պատճառով չենք ստորագրում։ Դե կներեք, այդպես որ նայենք Ադրբեջանում էլ կան ձայներ, որ Հայաստանի տարածքի կեսը Ադրբեջանն է, ինչ է, նորից պատերազմ ենք։ Այսինքն Ալիևի քայլերը, սահմանազատումը չշարունակելը ինձ թույլ է տալիս Մամեդյարովին հանել, ասպարեզ ասել, որ այս ժամանակ երկաթուղին Ադրբեջանն է պատկանել, այդ հայտարարությունը չեմ մոռացել։ Հենց այնպես Ադրբեջանը որը մեկը ոչ մի չի ասում։ Այս Թուրքիան էլ իբրև թե Ադրբեջանով է պայմանավորվում։ Այսինքն անկեղծ չի, հասկացանք, պարզ է։ Հիմա որ անկեղծ չի, մենք ինչ հակաքայլեր ունենք միջազգային ասպարեզում, ԱՄՆ-ն ճնշելու է, Եվրոպան ինչ մեխանիզմներ ունի, ճնշելու է։ Դրա համար դուք որ ասում եք խաղաղությունը կստորագրվի թե ոչ,
ոչ, ես թերահավատ եմ, հատկապես եթե Ռուսաստանը ծառեցնի իրավիճակ Ուկրաինայում ստիպված աշնանը, որ եթե ամառային հարձակումը ինչ-որ նոր բան չբերի, այլ տարածաշրջանում արդեն նա փորձում է անկայունությունները ցելերի հիշել են Արցախը, բարձր չէ, մենք ամեն հասկանում ենք Ադրբեջանի նկատմամբ էլ իդեպ դա մահակ է, այսինքն տեղահանությունները իդեպ ժամանակին ես այսպեսի տեսակետ արտահայտեց, եթե Ալիևը ցանկանում էր իրոք լինել ինքնուրույն, նա պիտի Արցախի վերադարձի հարցը լուծել, որպեսզի դա չօգտագործվեր հետագայում իր դեմ, բայց ռևանշիզմները ըստ էության ռևանշիզմ կան նաև Ալիևի մեջ եւ դա մի օր նաև Ադրբեջանի դեմ է իդեպ դուրս գալու։ Տիկին Դալաքյան, ամեն դեպքում մի փոքր վերադառնանք մեր խնդիրներին։ Գործողությունների մասով ինձ հետաքրքիր է ձեր ասած գործակալական ցանցառությամբ նրանց պլան մինիմումը, որը կարող է լինել, եւ պլան մաքսիմումը, որը կարող է լինել։ Մինչև ընտրություններ եւ ընտրություններից հետո նաև շատ է խոսում, որ Ռուսաստանը ամեն դեպքում կփորձի այստեղ հետընտրական ցնցումներ հրահրել, ունեն ներուժ թե չունեն։ Անպայման հունիսի 7-ով չի ավարտվելու Հայաստանում ներքաղաքական զարգացումները չեն ավարտվելու։ Եվ դա կապված չի նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը հակառուս է։ Նա տեսնում եք ամեն կերպ փորձում են ազդանշաններ ուղարկել Ռուսաստան, որ մենք ձեզ այդ խնդիր չենք, բայց չեն գիտակցում, որ Ռուսաստանը ոչ թե Փաշինյանի հետ ունի խնդիր, Ռուսաստանը ունի խնդիր գոնե Հարավային Կովկասը պահել որպես իր ազդեցության գոտի։ Դա Հայաստանի շահերի հետ չի համընկնում։ Ցանկացած Հայաստանի իշխանություն, որը կուզենա, որ Հայաստանը էլի մի կետից կախված չլինի, որ 20 թվականը կրկնվի արդեն Հայաստանի հետ, պիտի փորձի դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը։ Դա Ռուսաստանում չեն ընդունել, այսինքն այդ բախումը լինելու է ցանկացած այն իշխանության հետ, որ լինելու է հայամետ։ Եվ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ կրկնում եմ որևիցե քայլ չի կատարել։ Հարցը Նիկոլ Փաշինյանը եւ անձերը չեն։ Հարցը այն է, որ Ռուսաստանը հավասարազոր չի համարում իրեն որևէ երկիր, հատկապես Հայաստանը։ Եվ դա լուրջ խնդիրներ է ստեղծում։ Կամ մենք պիտի իրենց ասելով ընդունենք, որ մենք ֆորպոստ ենք, նորից վերադառնանք մինչև պատերազմը եղած իրավիճակին, որը հայ հասարակությունը լայն չի ընդունի, կամ էլ այդ անկայունությունը միշտ էլ պահպանվելու է անկախ ով կլինի Հայաստանի Իհարկե խոսքը նրանց մասին չի, ովքեր այդ ցանցի մեջ են գործակալական եւ Հայաստանը ուզում են Թաթարստանի վերածել։ Իսկ հետընտրական ցնցումների մասով հանրային տրամադրություններն ինչպիսին են, կարծում եք պատրաստ կլինի մեր հանրության զգալի հատված չհամաձայնել արդյունքների հետ, կասկածի տակ դնել, ըստ այդմ նաեւ հավատալ այդ ցանցի նարատիվներին, որոնք ըստ Զատուլինի փաստորեն ասում է, եթե Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, մենք չենք ընդունելու, կա պետք է հայտարարենք, որ այդ ընտրությունները ընդունելի չեն մեզ համար, այսինքն այդ թեզերը կկարողանան տրամադրություններ փոխել եւ անել մարդկանց։ Ես Զատուլինը ռոպագանդիստ ընդհանրապես պետք չի լսել ինքը ինչ է ասում։ Ինքը Արցախն էլ համարում էր, որ պետք է հայկական լինի, Վլադիմիր Պուտինը լրիվ այլ տեսակետ ունի։ Դա հայ հասարակության ականջները ինչ որ լցնելու ներողություն ձև է։ Ռուսաստանը միշտ էլ ճանաչելու է Հայաստանում ընտրությունները, կրկնում եմ, որովհետև Հայաստանի իդրության արդյունքները մեծապես չի փոխում այն լծակները, որ Ռուսաստանը այս պահին դեռ ունի Հայաստանի նկատմամբ, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը ունի ինչ-որ կախարդական լուծումներ, մենք շատ ենք իր վրա ինչ-որ մեծ բեռ դնում, նա չի կարող լուծումներ գտնել, ոչ գազի գնի հետ կապված, ինչ լուծումներ պիտի գտնի, ասենք հաղթեց հետո, ինչ ասել է Ռուսաստանից գազ չեմ գնում, կամ փակում եմ Բերին Լարսը, մենք գնացինք Եվրոպա, պետք չի մեծ սպասումներ ունենալ Հայաստանում ընտրությունների արդյունքներից։ Հաջորդը դուք որ ասում եք ինչ անկայունության հիմքեր կան, ես ինչու եմ հիասթափվել Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականությունից, որովհետև զգուշացումը նրա վերաբերյալ էր, որ ոչ թե Քոչարյանի համար դուրս կգան փողոց, ոչ թե Սամվել Կարապետյանի համար դուրս կգան, այլ կրկնեմ այն լծակները, որ Ռուսաստանը ունի, եթե կիրառի, ծաղկավաճառների, խմիչք արտահանողների, տարբեր, այսինքն լոկալ տարբեր տեղերում լինելու են անկայունություններ, մարդիկ ստամոքսով են մտածում, իրենց հացի մասին են մտածում, գյուղացիները վարկերի տակ են գտնվում, եթե այլընտրանք չգտնվի, այսինքն այստեղ ոչ թե լինելու է հակափաշինյանական Քոչարյանամետ, լինելու են ցույցեր տարերային տարբեր խնդիրներով, եւ եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան այդ խնդիրները լուծել, այստեղ հարցան չի, որ Քոչարյանը կգա իշխանության, անկայուն անընդհատ իրավիճակ կլինի, փողոցային բախումներ կլինեն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Չէ, Քոչարյանի իշխանության գալու դեպքում ինչու պետք է լինեն այդ անկայունությունները, եթե նա համաձայնի Ռուսաստանի։ Քանի որ դա անհնար է, ես չեմ նախապես բացառում եք այդ Ռոբերտ Քոչարյանը պետք է արձանը դնի Նիկոլ Փաշինյանի, որ կարողացել է մասնակցել մի հատ ունենա 2.5 համակիր։ Դա ինքը պիտի շնորհակալ լինի եւ կարող է շնորհակալ է, չգիտեմ, իրենց հարաբերությունները, բայց այն որ այս չեմ ուզում խոսել նույնիսկ ընտրություններից հետո ինչ կարենք, ոչ մի բան էլ չեն անի, էլի հանդիպենք խոսենք, ոչ մի բան էլ չեն անի, նույնը մարդիկ կմնան, դա այս ներհայաստանյան խաղերի մասին եկեք չխոսենք, խոսենք Հայաստանի վտանգների։ Երկրորդը ես նշեցի, Արցախահայեր կլինեն, որոնք կհավատան դեռ Ռուսաստանի հորդորներին, դեպ ես մարդկանց ցավն են, այսինքն օգտագործելու, ես չեմ ասում, որ եկեք Արցախահայերին ճնշենք իրենք քանդում են, բայց Հայաստանը 3 միլիոնից երկու է, եթե 50,000-ն էլ անընդհատ ռուսական նարատիվներին հավատա, ինչ պիտի անենք։
Հա, հիմա էլ ինչ որ դիմակներով անընդհատ անկայունություն, արտաքին միջավայրում անկայուն, ներքին միջավայրում անկայուն, հայհոյել, ատելություն, Հայաստանը շատ վտանգավոր իրավիճակում հիմա գտնվում, որովհետեւ բևեռացումը հասարակության այնքան մեծ է, լավ է գոնե եկեղեցու թեմայից չեն խոսում, տեսանք որ դա էլ էր PR, այսինքն այդ մաքրման գործընթացը ինչ եղավ, Գարեգին երկրորդի նկատմամբ եթե ինչ որ բան կա, անօրինական գործունեություն ինչ եղավ այդ խնդիրները, այսինքն գիտեք վտանգը որն է, խոսել խնդրից, որը իրական է եւ լուծում չտալ։ Հետո էլ ասել մենք չենք խառնվում, ոչ մի բան չենք խառնվում։ Առաջ անգամ լսում որ երկրի ղեկավարությունը չի խառնվում երկրում արդարադատության իրականացմանը, դա ինչ որ ներհայաստանյան նոր արդարադատության ձև է։ Տիկին Դալաքյան, քանի որ դուք իսկապես հետևում եք աշխարհակաղակական ավելի մեծ զարգացումների եւ դրանց ազդեցությունը սերտորեն կապում եք մեր տարածաշրջանում իրավիճակի հետ, ինձ հետաքրքիր է լսել վերլուծություն Թրամփի Չինաստան այցի հետ կապված, որին հաջորդեց Պուտինի փաստորեն այցը, ինչ կարող եք ասել, ինչի մասին էին այդ այցերը, ինչ զարգացումներ կարող են հետևել։ Երկու այցնել ես կարող եմ ասել, որ չունեցան որևէ արդյունք։ Այն դեպքում, որ Թրամփը հայտարարում էր հաղթական արդյունքների։ Դե Դոնալդ Թրամփի դիվանագիտության մեխը ամենտեղ ֆանտաստիկ հաջողություններ ունենալն է։ Շուտով ես կարծեմ Կուբայում էլ կլինեն, որպեսզի ուշադրությունը շեղվի ամերիկյան հասարակության, բայց դա չի աշխատի իմ կարծիքով, որովհետև էլի գրպանի, տեսեք, աշխարհը տնտեսական կենտրոնացված է տնտեսապես։ Այսինքն հիմա բենզինի գների բարձրացումը, նավթի գների բարձրացումը առաջացնում է անկայունություններ ողջ աշխարհում։ Նայում ենք Ասիայում, Բանգլադեշում ինչ խնդիրներ կան, Կենիայում հարավակ է, գայս ենք Բոլիվիա հարավակ է, Ֆրանսիայում հարավակ է, սա ամբողջ աշխարհում կան լուրջ խնդիրներ այս Հորմուզի նեղուցի փակման հետ կապված։ Ինչ վերաբերում է այցին, Դոնալդ Թրամփը ցանկանում էր Սի Ցզինպինից ստանալ Իրանի հանդեպ ճնշում կիրառելու ինչ-որ խոստում, ասելով, որ ձեր համար էլ է դա խնդիր ստեղծում, բայց Չինաստանի ղեկավարությունը պիտի պարզ ասենք, որ ավելի հեռատես գտնվեց, նրանք երևի այս սցենարը մտածել են եւ տարիներ առաջ նույնիսկ ասում են, որ սկսել էին ստրատեգիական ռեզերվներ հավաքել խնդիրների դեպքում Հորմուզում օրինակ եւ ասում են, որ դեռ մի քանի ամիս իրենք ինքնաբավ են։ Այդ մի քանի ամիսը Եվրոպայում կատաստրոֆիկ նշանակություն կունենա, արդեն ավիակերասինի խնդիրներ կան, այնտեղ ամառային սեզոն է, պարարտանյութերի հետ կապված տենում ենք նույնիսկ Մելոնին Իտալիայի վարչապետը խոսեց արտակարգ դրություն մտցուների վերաբերյալ Եվ ամենակարևորը ընդամենը 4-5 ամսից նախընտրական զարգացումներ են տեղի ունենալու ԱՄՆ-ում։ Այսինքն խնդիրը չի լուծվում։ Նույնը Վլադիմիր Պուտինի այցը Ուրեմն իրենք ուզում էին այնտեղ գնալ Սիբիրի ուժ 2 այդ նախագծի գազամուղի կառուցման նպատակով, սակայն ըստ էության որևէ պայմանավորվածություն այդտեղ չկա, որովհետև Ռուսաստանը ցանկանում է իր էներգագիրները արտահանել գոնե արևելյան ուղղությամբ, այլ ուղղությունների չի կարողանում, որովհետև Բալտյան նավահանգիստերին է հարվածում Ուկրաինան, բայց այդտեղ էլ հաջողություն չտեսանք, ընդհանրապես ինչ որ արարողակարգային հայտարարություններ, որ մենք դաշնակիցներ ենք, մենք բարեկամներ ենք, բայց Չինաստանը ստացավ ըստ էության շատ մեծ արդյունքներ, ցույց տալով, որ տեսեք Տրամփն էլ է եկել ինչ-որ մի բան ուզում, բայց մենք Թայվանի խնդիրն ենք դնում, Ռուսաստանն է եկել ինչ-որ բան ուզում, նույնիսկ Այսինքն բավականին ինքնաբավ ու անկախ քաղաքականություն է կարողանում։ Այո, բայց խնդիրը գիտեք որն է, իրենք ստացան ամեն ինչ, չանելով ոչինչ, դիմացինների սխալի պատճառով, այդպեսի չինական ասացված կա, որ եթե թշնամից սխալվում է, թող որ սխալվի։ Եվ կրկնում եմ ԱՄՆ-ն, ես այս նախադասությունը ամեն եթերում ասում եմ, բոլոր հնարավորությունները ունես ճիշտ ռազմավարության դեպքում, իր դաշնակիցների հետ համակարգման դեպքում, ոչ թե Նետանյահուի թակարդը ընկնելու դեպքում, հասնել արդյունքների Իրանում։ Իսկ հիմա վիճակը այնպես է, որ արդեն խոսում են, որ Թրամփը կարող է ասել, որ ես բանակցում եմ, հրադադար հաստատել, գոնե Հորմուզը բացել, եթե Իրանը համաձայնի, եւ այսպես մի 7 ամիս դիվանագիտություն խաղալ, այնքան որ ընտրությունները անցնեն։ Արդյոք Իրանը կհամաձայնվի ինչ պահանջներ կդրի, մի բան ակնհայտ է, ԱՄՆ հայտարարած նպատակները այստեղ չիրականացան։ Դա շատ վատ է Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, հեղինակության, որովհետև ունենալ ԱՄՆ հզոր ներկայություն այստեղ եւ այս իրավիճակը, որ մենք ունենք, լրիվ այլ ուրեմն հարթություններում է գտնվում։ Տիկին Դալաքյանը
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մենք ունեցանք Զելենսկու այց, որը հանգիստ մինչև հիմա չի տալիս Ռուսաստանին։ Բնական արձագանք է։ Եվ մեր համագործակցությունը հնարավոր կարող ենք ավելի սերտ համագործակցություն ունենալ, այսինքն միգուցե պետք է ունենանք Ուկրաինայի հետ։ Ուրեմն ցանկացած Հայաստանի իշխանություն, որը մտածում է հայ ժողովրդի ապագայի մասին, պիտի ունենա համագործակցություն բոլոր ուրեմն երկրների հետ, հատկապես այն երկրի, որը փաստորեն այսօր պահում է Եվրոպայի անվտանգությունը։ Այսինքն այսօր որ եւ դա ասեց Եվրոպայի կոմիտեի այսպես ռազմական ղեկավարը Եվրոնյուզին հարցազրույցում, որ այսօր Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան։ Այսինքն Հայաստանը չի կարող չշփվել մի երկրի հետ, որ գլոբալ առումով նույնիսկ այսօր ԱՄՆ շահերն է պաշտպանում, չգիտեմ ԱՄՆ-ն դա գիտակցում է թե ոչ, որովհետև եթե Ուկրաինան չլինի, հեգեմոնը Եվրոպայում, հատկապես արևելյան լինելու է Ռուսաստանը, դա որքանով է ԱՄՆ շահերի հետ համապատասխանում, արդեն ԱՄՆ-ում գիտեն դրա մասին, այսինքն եթե մեր հարևան երկիրը, որը ձգտում է խաղաղության, ուրեմն ռազմական պայմանագրեր է ստորագրում Ուկրաինայի հետ, ասել որ Զելենսկին այստեղ չգա, մենք միայն Ռուսաստանի հետ ենք պայմանագիր ստորագրում, որը զենք է տալիս Ադրբեջանին եւ ոչ Հայաստանին, ասելով որ չունի, գումարն էլ հետ չի վերադարձնում, դա արդեն թողենք բարոյական կողմին հարցի։ Իսկ ինչ վերաբերում է, որ Ադրբեջան այցելությանը շատ լավ են վերաբերում Զելենսկու Ռուսաստանում, ես մի բան կարող եմ ասել, ուրեմն Ռուսաստանը շատ հաճախ թերագնահատում է իր թշնամիներին, դրա համար 3 օրյա պատերազմը չի կարողանում 5-րդ տարին արդեն թևակողում է ավարտի։ Ես լսեցի Լավրովի արհամարական խոսքը, երբ հարցրեցին Լիտվայի արտգործնախարարին, ասես դա ով է։ Այսինքն, այսպես դա ով է ասելով Զելենսկուն, հասել եք նրան, որ մայիսինի շքերթ անելու համար Տրամպին եք միջնորդում, որ Զելենսկուն զանգահարի, չի կարելի ուրեմն շեշտը դնել ներողություն լեզվի վրա եւ ըստեյության հայ ժողովրդին տրամադրել Ռուսաստանի դեմ։ Այն հակառուսական տրամադրությունն է, որ այսօր կան Հայաստանում, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի պատճառով է կամ Սորոսի կամ չգիտեմ ում, այն Սորոսի, որը դրամաշնորհեր է տվել ընդդիմությանը, իրենք մոռանում են դրա մասին, Օրբանին, բոլորը Սորոսից դրամաշնորհ են ստանում, Սորոսականը մենք ենք, որ կյանքում ոչ մի դրամաշնորհ չենք ստացել Սորոսից։ Այսինքն, ուրեմն այդ Շայգուն էլ մի հատ արտահայտություն է անում, որ Զելենսկու այցը անհարգալից վերաբերմունք է 1,5 միլիոն ունեցած, ուրեմն այսպիսի ցինիզմ, գիտեք, ընդհանրապես քաղաքագիտության մեջ էմոցիաներ պետք է չլինեն, բայց երբ 2021 թվականին Ջո Բայդենը ԱՄՆ-ն ճանաչեց հայոց ցեղասպանություն, այն վայնասունը, որ Ռուսաստանում կար, որ Թուրքիային ճնշում են, դե կապ չունի ԱՄՆ-ն ձեր թշնամիներ, թե ոչ, պիտի ասեիք պատմական արդարություն է, դուք ճանաչել եք, չէ՞, կարող է Պուտինը չճանաչեր, Ելցինը ճանաչել է, բայց դուք մի հատ տեսեք, թե ինչ է, նույնիսկ Քոչարյանն էր այստեղ ասում է, ինչ վատ բան արեցին, այսինքն ասում է, սա ճնշում է, ինչ կապ ունի, ամեն երկիր էլի շահերն ունի, ճնշել են, դուք ուզում էիք, չէ՞ որ ճնշեին, հենց ճանաչեցին, պարզապես պետք չէր էլի որ ճանաչեին, կամ երբ որ այցելում եք ուրեմն Բաքվի այդ իրենց պուրակը եւ ծաղիկներ եք դնում, մի հատ էլ խոնարհվում եք մինչեւ վերջ գետնի Ալիևի ուրեմն հոր առաջ, բայց չեք այցելում ձեր ռազմավարական դաշնակցին եւ ցավակցություն չեք արտահայտում։ Երբ Արցախի հարցը վեր է կենում պատերազմի ժամանակ ասում եք միշտ էլ Արցախը Լեռնային Ղարաբաղ են, ժամանակ Լեռնային Ղարաբաղ էր, դեռ Արցախ չէր իրենց համար, ինչպես հիմա։ Միշտ էլ եղել է միջազգայինորեն Ադրբեջանի մաս այն դեպքում, որ Միսկի խմբի համանախագահ եք, որտեղ քննարկվում էր կարգավիճակի հարցը, մի հատ էլ մեզ եք ինչ որ բանում մեղադրում։ Ես հուսով եւ վստահ եմ, որ պատմական արդարությունը վերականգնվելու է եւ այս քաղաքականությունը հենց ինքը բերում է այսօր նրան, որ Մոսկվայում բնակիչները չեն կարողանում հանգիստ դուրս գալ փողոց։ Գիտեք, արդարությունը վերականգնվելու է եւ հայ ժողովրդի հանդեպ էս վերաբերմունքը, ես ղեկավարության մասն եմ խոսում, որ ժողովուրդը ինքը այնտեղ ներողքի կարգավիճակում է, սա անպատասխան չի մնալու։ Դուք Մեդվեդևի հայտարարությունը չհիշատակեցիք, ասում էր 2 ռուսաֆոբներ նստել են անգլերենով են ցուցադրական խոսել, այն դեպքում, որ երկուսն էլ փայլուն տիրապետում են ռուսերեն լեզվին։ Նախ հրյա
ծագումով Մեդվեդևը խորհուրդ կտամ ընդհանրապես թող մտածի այն մասին, թե ինչպես Վլադիմիր Պուտինը իրեն խաբեց, ասելով որ կթողնի որ 2 ժամկետ նա դառնա նախագահ, հետո ստիպեց որ հեռանա, ինքն էլ դրանից հետո որոշ ուրեմն հոբի ձեռք բերեց եւ երբեմն երբ արթնանում է այդ իրավիճակից ինչ որ բաներ է գրում եւ դարձել է աշխարհում ծաղրածու, չնայած Զելենսկին ունեն ասում, որ հենց բան չունի ասելու, ասում է կոչնչացնենք աշխարհը։ Բայց խնդիրը գիտեք որն է, որ Հայաստանում կոնկրետ Զելենսկու այցի հետ կապված շատ բուրն արձագանքներ կային, ելի մարդիկ հիշել էին այդ ֆոսֆորային ռումբերի մասին, ասում էին Զելենսկին այն նույն երկրի ղեկավարն է, որը Ադրբեջանին ֆոսֆոր էր տվել եւ որը դցրեցին մեր գլխին։ Ուրեմն ես իմ Facebook-յան էջում եմ գրել եւ կոչ եմ արել պարզել թե որ երկիրն է Ադրբեջանին տվել ֆոսֆոր։ Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ այդպիսի բան չկա։ Հիմա եթե հայտարարել է Վլադիմիր Պուտինը չի հայտարարել, նույնիսկ թող ստեն, թող ասեն, չէ, Ուկրաինան է տվել։ Մենք եկեք պարզենք, էլի, այդ հայ հասարակության այդ հատվածին չի հետաքրքրում, ով է տվել ֆոսֆոր։ Եթե ֆոսֆոր ունենար Ուկրաինան, կկիրառեր Ռուսաստանում։ Ռուսաստանը կիրառել է Մարիուպոլում։ Կարող է մեկ էլ պարզվի Ռուսաստանն է տվել այդ ֆոսֆորը։ Հաջորդը, ով էլ որ տվել է, մինչև Զելենսկին է տվել եւ այնտեղ միշտ եղել է պրոռուսական ղեկավարություն, բացի Յուշչենկոից, որը չի տվել հաստատ, բայց պրոռուսական Ուկրաինան առանց Ռուսաստանի թույլտվության ֆոսֆոր է տվել Ադրբեջանի։ Շատ լավ, Տիկին Դալաքյան ամփոփենք մեր հարցազրույցը, բայց վերադառնանք այս պաշտոնական քարոզարշավին ընդհանուր դիտարկում եմ ուզում ձեր կողմից եւ կան դրական բնականon դրսեւորումներ եւ կան ագրեսիվ խնդրահարույց դրվագներ ընդհանուր առմամբ այս մինչեւ այս փուլը ինչպես կգնահատեք ընթացքը ունեք մտահոգություններ որպես քաղաքացի առաջին հերթին քանի որ այո դուք անձամբ հավակնություններ չունեք process-ին որպես տեխնացու չեք մասնակցում ինձ թվում է կողքից ձեր գնահատականը շատ ավելի օբյեկտիվ է Եթե թույլ կտակ ես մի նախադասություն նախորդ հարցի հետ կապված ասեմ ես որ նշեցի Մեդվեդևի ծագումը սա ոչ թե հակա ինչ որ հայտարարություն էր Իսրայելի հանդեպ, այլ որ շատ հաճախ ասում են Ռուսաստանը հակասեմիտական է կամ ես այս հարցերն նկատի ունեմ, որ անդհատեսում են Իսրայելի դեմ են, բայց վերնախավում այնտեղ ներկայացվածությունը շատ է եւ ինչը ես չեմ ընդունում Իսրայելի քաղաքականության մեջ, գիտեք, եթե դուք ամբողջ աշխարհում հայտարարում եք, որ ուրեմն հոլոկոստը պետք է ճանաչել եւ չդարձնել քննարկման առարկա, բայց հայոց ցեղասպանությունը չեք ճանաչում, ելնելով ձեր շահերից, մեկ-մեկ երբ որ պետք է Էրդողանին Նետանյահուն մի երկու բառ ասում, ասա արդեն Իսրայելի ժողովուրդը թող մտածի հաջորդ ընտրություններում ում անդրում վարչապետ, որպեսզի պատմական արդարություն հետ կապված խնդիրներ չունենան։ Ինչ վերաբերում է ներհայաստանյան զարգացումներին, ինձ տհաճ է ճիշտ ասած հետևել, ես երբեք իմ լեքսիկոնում փորձում եմ չօգտագործել այն բառապաշարը, որ կա, ես ցավում եմ, որ հայ ժողովուրդը, որը ունի հազարամյա պատմություն եւ որը իրոք եվրոպական ժողովուրդ է, պիտի լսի այս նախընտրական քարոզարշավի գոհարները որևէ հույս չունեմ, որ այն խոստումները, որ հնչեցվում են արդարադատության վերականգնման հետ կապված կիրականացվեն, գոնե 8 տարին ինձ բավական էր դա հասկանալու համար, բայց ես դնում եմ այդ ամենը մի կողմ եւ տեսնում եմ, որ Հայաստանը 26 թվականին դրա մասին խոսել եմ շատ բախվելու է լուրջ մարտահրավերների եւ ուզում եմ հասկանալ արդյոք դրա մասին մտածում են ինչ որ համապատասխան կառույցներում պլաններ կազմում են, թե մենք մի օրով թիթեռնիկի կյանքով ենք ապրում, որ տեսնենք վաղը ինչ կլինի։ Եթե այդպես պիտի մեր քաղաքականությունը վարենք, ես ցավում եմ, բայց գուցե նոր 2020 թվականներ ունենանք, բայց դեռ այնպես ասում եմ հույսս չեմ կորցրել, որ ուրեմն Հայաստանում կգիտակցեն, որ շոուների բեմադրման արանքում պետք է գիտակցել, որ Ռուսաստանը մեզ հետ խաղեր չի խաղում, ինչպես մենք ներս Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Միտք հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։